Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների մասնագետ պարոն Գեորգի Թումանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Թումանյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տեղեկացնեմ սիրելի հայրենակիցներ, որ դուք իհարկե գիտեք, առաջին անգամ չէ պարոն Թումանյանը մեր ստուդիայում, պարոն Թումանյանը բնակվում է Վրաստանում եւ հենց նոր է Թբիլիսիից ժամանել Երևան եւ անմիջապես եկել է Նանտապան, որի համար շատ շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար, միշտ հաճույքով գալիս եմ ձեր մոտ, որովհետև շատ բարձր մակարդակի լրատվական միջոց եք։ Շնորհակալություն։ Պարոն Թումանյան, այս անգամվա ձեր այցի նպատակը։ Վաղը կիրակի օրը մասնակցել Սուրբ եւ Անմահ Պատարագին Հովանավանքում, որը կկատարի Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Դա է իմ նպատակը, որից հետո ես կվերադառնամ Թբիլիսի, որովհետև վաղը նաև ունենք ցույց հոկտեմբերի 26-ն է, 1 տարի առաջ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցան ընտրությունները եւ 1 տարվա ուրեմն այս պայքարի կարևոր օր է ցույցի առումով։ Իսկ ինչ վերաբերվում է բուն նպատակին, ապա դա վերաբերվում է մեր եկեղեցին ազատագրելու այս գործընթացին, որը օտարի ազդեցությունից ազատագրելու մասին է եւ հայ առաքելական եկեղեցին ի վերջո պետք է վերադառնա հայկական պետության։ Նույնիսկ վերադառնա բարդ բառ է, որովհետեւ հայկական պետությունը նոր է ինքնիշխան դառնում հիմա եւ ցավոք մեր եկեղեցին բռնազավթված է եղել, իսկ միջև էլ պետականություն չենք ունեցել եւ ուստի եկեղեցում տիրող այն մթնոլորտը սովոր չէ, որ պետք է հայկական պետության։ Ինչու՞ մենք Վազգեն առաջին ենք ունեցել։ Այո, բայց ճիշտ եք, նկատի ունեմ ընդհանուր առումով այդ վաղ անկախ պետություն չենք ունեցել եւ բարդ աշխարհակաղակական իրավիճակում էր մեկը պետք գործել, բայց հիմա երբ արդեն պետությունը անկախ է եւ կա պետություն, պետք է սովորենք նաեւ այսպիսի ինքնիշխան անկախ պետության ձևաչափով աշխատել, ոչ միայն նկատի ունեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այլ նաեւ բոլոր կառույցները Սփյուռքի ներկայացուցիչներին եւ առհասարակ պետք է սովորենք, որ Երևանը սուբյեկտ է, Երևանը ինքնիշխան կենտրոն է, որը ունի իր սեփական օրակարգը, սեփական արտաքին քաղաքականությունը, ըստ որի նաեւ պետք է գործի հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ դա անհնար է միջև այդտեղ գտնվում է Կտրիչ Ներսյանը։ Փաստորեն վաղը Հովանավանքում դուք պատարագին եք մասնակցելու, դա սկանդալային, ես կարծում եմ, ինչ որ սադրանքներ կարող են լինել եւ չեք անհանգստանում, որ այդտեղ ինչ որ խնդիրներ կարող են լինել։ Մենք տեսնում ենք, որ այո ցանկություն ունեն սադրանքների դիմելու, որովհետև սրանով ազատագրման գործընթացը արդեն խոսքից անցնում է գործի, որովհետև դա կլինի առաջի մեր եկեղեցին, ինչպես նաև առաջի այսպիսի պատարագը, որը բացահայտ արդեն Կտրիչ Ներսյանի համակարգից դուրս կլինի, բայց որքանով է դա օրինական։ Դա օրինական է, որովհետև Կտրիչ Ներսյանի կողմից ձևավորված այդտեղ իր ուրեմն համակարգը, որը ինք փոքրիկ խմբակ է, այդպես կոչված, որ ինքը ձևավորեց իր ընտանիքի անդամների համագյուղացիների կողմից եւ եկեղեցին, որը առաջի հերթին հավատացյալ ժողովուրդն է եւ իրան սպասարկող հոգեվորականները, որոնք ուրեմն արարչի արչև ունեն պարտականություններ, այսօր ցավոք իրավիճակ է, որ այդ մարդիկ ընկալում են, որ իրանք եկեղեցին իրանք են եւ ներքին գործեր ունեն փաստորեն, որում հավատացյալ խոտը պետք է նույնիսկ չներխուժի, ինչպես արդեն նշեցի, այդ եկեղեցում իրանք պատկերացնում են իրանց մաֆիոզա կլանական համակարգը Կտրիչ Ներսյանի, իր գիտեք, քրոջ եղբորն են ձերբակալ է այդ հակաօրինական գործունեության պատճառով Արագածոտնի թեմի առաջնորդի նկատի ունեմ, եղբոր մասին վարչապետ Փաշինյանը շատ կոնկրետ բացահայտում արեց, ասաց, որ KGB-ի գործակալ է ազգային ժողովից եւ ես համոզված եմ, որ վարչապետը ունի դրա փաստեր, առանց փաստերի այդպիսի հայտարարություն չեր անի, ուստի սա շատ լուրջ թեմա է, մենք պետք է հանրությանը փակագծերը բացենք եւ ասենք, որ իհարկե այն մարդիկ, ով սովոր են սովետական ժամանակներից
որ պետք է KGB-ի համակարգի ներսում աշխատեն, այդ մոտեցումով չկա հիմա այլևս KGB, իրանք փնտրում են իրավահաջորդներ, փնտրում են նոր կապեր, փորձում են շարունակել նույն տրամաբանությամբ աշխատել, որտեղ սովոր չեն, չգիտեն, նույնիսկ հետ սովետական Հայաստանում մենք չենք ունեցել այդ անկախության հնարավորությունը, առնվազն վերջի միջև հեղափոխություն վերջի 20 տարվա ընթացքում եւ նույնիսկ հեղափոխությունից հետո էլ մի քանի տարի շատ բարդ իրավիճակ ունենք, ուստի հիմա արդեն շատ բաց պետք է հանրությանը ասենք, որ այս հարցը ինքնիշխան Հայաստան կառուցելու անխուսափելի մաս է, անհնար կլինի մենք կառուցենք ինքնիշխան պետություն, միջև Կտրիչ Ներսյանը գտնվում է այս համակարգում, այն էլ համակարգի գլխին։ Մենք որևէ խնդիր ուրեմն հանրությունը, ամբողջ հանրությունը, որովհետև այստեղ իշխանությունները ներգրաված են այն առումով, որ իրանք ընտրված են հանրության կողմից, ամբողջ հանրությունը եւ բոլոր այն մարդիկ, ով քննարկումներ են անցկացնում տարբեր, այս նույն քննարկումը մենք նաեւ տեսնում ենք մարդկանց մեկնաբանությունները, մարդկանց քննարկումը, շփվում ենք մարդկանց հետ ուղիղ։ Վաղը ես նաեւ իմ կողմից հրավիրել եմ մարդկանց եւ հազարավոր մարդիկ մեկնաբանել են, պատրաստվում են նաեւ գալ մասնակցել, որովհետեւ այս հարցը վաղուց հայկական հանրությունում, հիշեցնեմ նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը, ցավոք այն ժամանակ վարչապետ Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով, հաշվի չառավ բոլոր սպառնալիքները եւ ինչ որ առումով կայացրեց, կարծում եմ սխալ որոշում այդ փուլում, բայց հիմա լավ է, որ արդեն վերջնական հարցը պետք է որոշվի, որովհետեւ ամբողջ հանրությունը վաղուց գիտի, թե ինչ իրավիճակ է ձևավորվել ցավոք մեր եկեղեցին պետք է հզորանա եւ դրա համար անհրաժեշտ է, որ մաքրման գործընթացը տեղի ունենա, բոլոր արդար քահանաները, որոնք ուզում են հոգեվոր առումով սպասարկել ուրեմն եկեղեցու եւ իրանց հոգեվոր պարտականությունները, իսկ քաղաքական առումով պատրաստ են միայն եւ միայն Հայաստանի Հանրապետությանը ծառայել, բոլորը իրանք ողջունելի են եւ պետք է շարունակեն իրենց գործունեությունը մեր եկեղեցում։ Եթե կան մարդիկ, ով պատկերացնում են, որ Հայաստանի Հանրապետությունից բացի ուրիշ ուժային կենտրոնների հետ ինչ որ պետք է քննարկումների մեջ մտնեն, ինչ որ հարաբերությունների մեջ մտնեն եւ այլն, իրանց համար ցավոք, բայց այս փուլը արդեն ավարտվում է, որովհետեւ այդպես էլ չի լինելու։ Ինչպես եք տեսնում հանգուցալուծումը այս խնդրի։ Նիկոլ Փաշինյան, Գարեգին Կաթողիկոս, դուք ասում եք հանրությունը, բայց հանրությունն էլ միանման չի մտածում։ Ոմանք մտածում են, որ այսպիսով քանդվում են պետականության հիմքերը։ Դուք ասում եք այսպիսով հակառակը ամրապնդվում է անկախ Հայաստանի հիմքերը։ Ինչպես եք տեսնում հանգուցալուծումը սկզբում հարցը եւ երկրորդը գնահատականը։ Այո, հանգուցալուծումը իհարկե այն է, որ եւ պետք է լինի որևէ դեպքում վաղվա ուրեմն այս պատարակը չպետք է դառնա պատճառ, որ ինչ որ անջատում կամ ուրեմն բևեռացում տեղի ունենա եկեղեցու ներսում, որովհետեւ դրա վտանգը առհասարակ կա եւ մենք դրա դեմ ենք, ես էլ այդ թվում, որ չպետք է լինի այդպիսի բաժանում, հակառակը պետք է բոլոր եկեղեցիները ազատվեն Կտրիչ Ներսիսյանի այս համակարգից, իր լեգիտիմությունը իրականում չկա, ես կարծում եմ այն պահից, որ ինքը ուրեմն խախտել է կուսակրոնությունը, առհասարակ իր լեգիտիմությունը արդեն գոյություն չունի, բացի դրանից, երբ ինքը կոչ արեց վարչապետին, որ լքի իր պաշտոնը եւ վարչապետը դա չարեց, վերընտրվեց, դրանից հետո պաշտոնում է եւ հանրությունը ընդունում է վարչապետին, ապա դրանով երևաց, որ հանրային աջակցություն Կտրիչ Ներսիսյանը չունի, իսկ առանց հանրային աջակցություն կաթողիկոսի հեղինակությունը ինչու վրա է հիմնված, փոքր այն համակարգի վրա, որտեղ որ ինքն է նշանակում ուրեմն եպիսկոպոսներ, քահանաներ, ով իրան չի ենթարկվում, կարգալույծ է անում եւ դրանով ձևավորում է համակարգ, որը իրան ենթարկվող է եւ որը սպասարկում է, տեսեք, մենք նաեւ գիտենք, չէ, ինչպիսի համակարգ է ձևավորել։ Նույն Տեր Արամը հանրային հեռուստաընկերության հարցազրույցում հստակ բացատրեց, որ այդտեղ փաստացի ռազմական դիսցիպլինայի նման ինչ որ կամ հատուկ ծառայությունի նման դիսցիպլինայի ձևաչափ է ձևավորված։ Դա չէ։
եկեղեցու ուրեմն նպատակը եւ մթնոլորտը առհասարակ եկեղեցում։ Ուստի Կտրիչ Ներսյանի լեգիտիմությունը հիմնված է այդ փակ համակարգի վրա եւ հանգուցալուծումը պետք է լինի Կտրիչ Ներսյանից ազատվելը Ինչպես այդ ինչպես հարցն է ինձ իմ հարցս։ Վաղվա գործընթացը դրա սկիզբն է, որովհետեւ տեղի կունենա պատարակ, որտեղ որ առհասարակ Կտրիչ Ներսյանը չի լինի նշված ինչպես կարգալույց չի լեգիտիմ չէ, ինքը կարգալույց արված չէ, հարցը հենց դրանում է։ Չի կարող Կտրիչ Ներսյանի ցանկությունով առանց որևէ պատճառաբանություն Արդար Քահանան, որը խոսում է մեր եկեղեցու մարկա խնդիրների մասին եւ փաստերով, որովհետեւ նույնիսկ ձերբակալած մարդիկ կան դրա հետ կապված եւ գիտեք որ ձայնագրություններ եւ այլն, չի կարող Կտրիչ Ներսյանը ուղակի այսպես որոշի եւ կարգալույց անի, որովհետեւ իրանք պարտականություն հոգեվոր վերցնում են ոչ թե Կտրիչ Ներսյանի արչեւ, այլ առհասարակ ազգի եւ հոգեվոր իրանց ծառայության եկեղեցու ինչպես կառույցի արչեւ։ Այստեղ դիլեմա է, եթե կարգալույց անելու իրավասություն չունի, կաթողիկոսը ուրեմն կարգելու իրավունք էլ չպետք է ունենալ, այսինքն բոլոր կարգվածներն էլ են կարգալույցի կարգավիճակով։ Կարծում եմ կան մարդիկ, ով ավելի լավ կարող են պատասխանել կրոնական ձեր հարցին, բայց ես քաղաքական գնահատականը կտամ, որ Կտրիչ Ներսյանից մեր եկեղեցին ազատագրելուց հետո հարց կդրվի շատ ուղիղ, որ քահանաներն են սպասարկում միայն Հայաստանի Հանրապետության շահերը եւ որ քահանաները ունեն պատասխանատվություն որևէ ուրիշ պետության առջև։ Այդ քահանաները ցավոք իմ պատկերացումով չեն կարողանա շարունակել գտնվել եկեղեցում, որովհետեւ խնդիրը բուն հենց դրանում է, բայց ես նաեւ ուզում եմ ասեմ, որ հիմա քահանաները, որոնք ակտիվ ներգրավելու են պաշտպանելու Կտրիչ Ներսիսյանին, ապա նույնիսկ եթե ինչ որ մի մասը իրանց դա անում է իրանց սեփական կամքով եւ ցանկությունով, ապա դա առնվազն դառնալու է պատճառ նրա, որ մենք կարծում եմ ապագայում բոլորը ազգովի պետք է ուսումնասիրենք հարցերը, որովհետև իրանք շատ լավ հասկանում են, իսկ եթե չեն հասկանում, ես այս եթերն եմ օգտագործում եւս մեկ անգամ ասելու, որ մենք խնդիր ունենք նրա հետ կապված, սիրելի հայեր, որ օտար ուժը տարբերություն չկա որը մեր եկեղեցին բռնազավթել է եւ հայկական պետությունը պետք է վերադարձնի վերահսկողությունը քաղաքական առումով այդ քաղաքական գործընթացի մասով հոգեվորին Օտար ուժը նկատի ունեք Ռուսաստանի հատուկ ծառայությունները եւ այլն։ Ես նկատի ունեմ սովետական միության KGB-ն, որից հետո ենթադրում եմ, որ այս մարդիկ ցանկություն են ունեցել նույն պարադիգմայով շարունակել իրենց կապերը եւ ենթադրում եմ, որ գտել են Ռուսաստանում ինչ որ մարդիկ, ում հետո իրանք այսպիսի հարաբերություններ ուզեցել են շարունակել, որովհետեւ տեսեք, իրանք իշխանությունը այստեղ, որը նախկինում արդեն եղել է եւ մենք առանք փաստացի խոսել, այլ ոչ թե ենթադրենք, հիմնված էր նրա վրա, որ Հայաստանում չկար ժողովրդավարություն, Հայաստանում կար նույն ձևի բռնապետական համակարգ, որը տալիս էր հնարավորություն, որ եկեղեցին եւ իշխանությունը իրար հետ միասին լինեին այդ բռնապետական համակարգում ներգրաված, եկեղեցուն տալիս էր իշխանություն Աստծո անունով ժողովրդի վրա եւ միևնույն ժամանակ տալիս էր հնարավորություն զբաղվել թալանով, զբաղվել ուրեմն կոռուպցիայով եւ միակ տարբերակը, որ իրանք այս կոռուպցիան էլ սրբապղծություն է մեր եկեղեցու միջոցով։ Ուստի զբաղվել սրանով տարբերակը հենց դա է, որ այդպիսի օրակարգը վերադարձնեն։ Ուստի շատ տրամաբանական է, որ իրանք փորձում են նույնիսկ Ռուսաստանին օգտագործել իրանց սեփական ուրեմն այդ սրբապղծությունները թալանը եւ մաֆիոզա-կլանական համակարգը շարունակելու համար։ Բացի դրանից, ես ուզում եմ ընդգծեմ, որ հստակ գիտենք կոնկրետ ինչ էր պատրաստվում, իրանց ծրագիրը ինչպիսին էր, որը կասեցվել է, ծրագիր էր այն, որ իրանք ներկայացրել էին եւ Ռոբերտ Քոչարյանը, եթե ուշադիր լինենք դրա մասին խոսել է նաեւ, որ հոգեվոր առաջնորդ պետք է լինի, իրանք ներկայացրել էին Ռուսաստանում ինչ որ մարդկանց ազդեցիկ օրակարգ, որ Հայաստանում իշխանությունը վերադարձնել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այլևս չեն կարող դաշնակցությունն էլ գից եւ միակ տարբերակն է, որ քրիստոնեության միջոցով Հայաստանը կրոնական չպետություն դարձնեն, որի ղեկավարը պետքա լիներ նաեւ Աստծո անունով Կտրիչ Ներսիսյանը եւ այդ օրակարգով իրանք շարժվում էին հայկական
պետությունը եւ հանրության մի մասը առնվազն, ով սրանում ակտիվ ներգրաված էր ու ուրեմն տեղեկացվել էր տարբեր աղբյուրներից, որ այդպիսի ծրագիր էր զարգանում, դա նաեւ հանրային երևում էր դրա մասերը, այդ թվում ոչ միայն Քոչարյանի հայտարարություն, այլ Բագրատ Գալստանյանի այդ շարժումի սկիզբը, որը փաստացի աջակցեց Կտրիչ Ներսյանը, ուստի հայկական պետությունը կասեցրեց Հայաստանը կրոնական չպետություն դարձնելը, որը առհասարակ Հայաստանի պետության չեղարկման մասին օրակարգ էր։ Հստակ փաստերի պետք է ներկայացվեն հանրությանը, համաձայն չեք։ Ես այնինչ հանրային մասում ասացի Այո։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, այդպես կոչված սրբազան շարժումը, ուրեմն հոգևորականների քաղաքականության մեջ մուտքը, որը անհնար էր առանց Կտրիչ Ներսյանի թույլտվության, եւ զուգահեռ դրա մեդալի հարցը եւ զուգահեռ դրա Կտրիչ Ներսյանի քաղաքական դրսևորումը, երբ ինքը պահանջում էր հրաժարական, եթե այդ ամենին հետևենք եւ տրամաբանական շղթա ուրեմն կառուցենք, ապա կտեսնենք, որ ամեն ինչ գնում էր այն առումով, որ պետք է քաղաքական օրակարգ անցներ այստեղ եւ ի վերջո անցավ, փաստացի, բայց իրանց սցենարով ուղղակի գործընթացները չզարգացավ եւ դրա մի պատճառ կա՝ հայկական հանրությունը, չնայած նրա, որ ամբողջ հայազգը 99%-ով քրիստոնեության հետ է իրան կապում եւ հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք, հայազգը չխափնվեց այդ օրակարգին, որովհետեւ շատ լավ գիտի Կտրիչ Ներսյանը ով է եւ ինչ համակարգը ձևավոր է, ուստի գլխավոր սխալը իրանց հաշվարկում տեղի ունեցավ հենց այդտեղ, թե չէ հաշվարկը տրամաբանական էր ամեն իր փուլով, միակ տարբերակը իրանց համար Հայաստանը վերադարձնել այդ օրակարգում, իրանք պատկերացրել են, որ կարելի է միակ այդ հզոր կառույցը, որը այստեղ այդ ազդեցությունը ունի, դա հենց եկեղեցին է, իրանք ցավոք որոշել էին մեր եկեղեցին մեր դեմ օգտագործել, սա ոչ միայն կասեցվեց հիմա, հակառակ գործընթացը կսկսե, որ ապագայում հանկարծ որևէ մեկը թույլ չտանք դրանով զբաղվի, որովհետև եկեղեցին ոչ թե պետքա իշխանությունների քաղաքականությունը վարի, այլ պետք է համահունչ լինի պետական քաղաքականությանը, քաղաքական առումով, ինչպես բոլոր մեր հարևան պետություններում է այդպես, նկատի ունեմ չի խոչընդոտում եւ դեմ պետության քաղաքականությանը, բայց զբաղվում է հոգևոր կյանքով միավորելով իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը բոլորին։ Այսօր ուրեմն մեր եկեղեցին հակառակն է զբաղվում, հակա պետական օրակարգով է ծավալում, այդ թվում պատերազմ հրահրելու ցանկություն էլ ունի տարբեր պատճառներով, երևի նրա համար Ծանր մեղադրանքներ եք հնչեցնում, պարոն Կարեկին Կտրիչ Ներսիսյանի հայտարարությունները, եթե ուշադիր լինենք, 44 օրվա պատերազմի կամ հետ պատերազմյան բլոկադայի ժամանակ առհասարակ ինքը որևէ քայլեր չի արել, բայց եւ շատ քայլեր կարող էր անել։ Այդ թվում իր խոտի ուղղությամբ գնար եւ փորձեր այդ բլոկադան բացել եւ ինչ էին անել, ձերբակալելու էին ամենայն հայոց կաթողիկոսին այդ պարագայում, բայց ինքը դրա փոխարեն կատարեց այն ինչու համար ստացել էր մեդալը, դա քաղաքական գնահատական է, ես այսպես եմ կողքից տեսնում եւ հիմա արդեն սկսում է այդ օրակարգը տանել, որ տապալի խաղաղության օրակարգը, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգը, միևնույն ժամանակ ասեմ ձեզ շատ ուղիղ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը ստիպված է եղել իր թուլանալու իրավիճակում Ուկրաինայում պատերազմում համակերպվել նրա հետ, որ Ադրբեջանում այլևս չի կարող պահել խաղաղապահ զորք եւ կառավարել այդ իրավիճակը Ադրբեջանի պետության հետ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների ուղղությամբ իրանց գլխավոր ցանկությունն է, որ հիմա այդպիսի առաքելություն ձևավորեն Սյունիքում, որ նոյեմբերի 9-րդ կետը տեղի ունենար եւ Կտրիչ Ներսյանի հայտարարությունները հաշվի առնելով մեր ռազմական նաեւ պոտենցիալը, շատ լավ գիտենք բոլորս, որ որևէ ռազմական իրադարձություն բերելու էր հայկական պետության համար նոր կորուստների եւ նոր խնդիրների։ Ուստի այդ պոպուլիստական հայտարարությունները, որը իբրև հայրենասիրական իր կերպարներ ձևավորում, իրականում նպաստում էր նրան, որ արդեն Սյունիքում սկսվեր ռազմական գործողություններ, որից հետո պետք է երևի ինքը ազգի անունից կոչ աներ եւ խնդրեր կայսրին, որ այստեղ ուղարկեր նոր խաղապահ առաքելություն եւ առհասարակ Սյունիքի, Աբխազիայի եւ Պրեդնիստրովիայի նման կարգավիճակ ձևավորեին, որովհետեւ այդ դեպքում հայկական սուվերենության մասին կարելի էր մոռանալ, լոգիստիկ կապերի վրա ուրեմն ամբողջ ինքնիշխանությունը կլիներ Մոսկվայում, Մոսկվան Անկարան կքննարկեին հարցերը, Երևանը առհասարակ որևէ օրակարգում էլ ներգրաված չէր լինի եւ դա կբերեր նրան, որ այստեղ իրանց հեղաշրջման փորձերը կարար բերել հաջողությանը, որի հետևանքում իրանք կարող էին շարունակել իրանց իշխանությունը եւ թալանը ժողովրդի։ Հետաքրքիր է ձեր վերլուծությունը, շնորհակալ եմ վերլուծության համար, հաջորդ թեման Թբիլիսիում էլ են մարդիկ փողոցում,
փողոց են դուրս եկել, Երևանում էլ են փողոց դուրս եկել եւ փողոց են դուրս գալիս ժամանակ առ ժամանակ։ Ինչն է Երևանում էլ են ձերբակալություններ, Թբիլիսիում էլ են ձերբակալություններ։ Ինչն է նման, ինչն է տարբերությունը, կա տարբերություն, կա նմանություն։ Շատ հետաքրքիր հարց եք տալի, որովհետև հերվից եթե դիտարկես այս գործընթացը, ապա կարող է մնալ տպավորություն, որ նման գործընթացներ են տեղի ունենում, բայց երբ մի փոքր ավելի ուշադիր ես եւ հատկապես երկու այդ համատեքստի մեջ էլ ակտիվ ներգրաված լինելով, կարող եմ ասեմ, որ ունեն տարբեր արտաքին քաղաքական բաղադրիչներ։ Վրաստանում այսօր Ռուսաստանն է գտնվում փաստացի իշխանությունում, ձևավորվում է բռնապետություն եւ ճնշվում է արևմտամետ քաղաքական, հասարակական ընդդիմադիր ուժերը, ձայները, ԶԼՄ-ները, իրոք 37 թիվն է, որովհետև վերջի շաբաթվա ընթացքում մոտավորապես 150 մարդ է ձերբակալված, ուղղակի նոր օրենքով, ուղղակի ուրեմն Ռուսթավելի փողոտայում գտնվելու համար։ Այնինչ տուգանք էր 2000 ԱՄՆ դոլար, այդտեղ մեկ օրվա համար կանգնելը հիմա արդեն մինչև 60 օր կալանք է, երկրորդ անգամ կրկնելու դեպքում 1 տարի։ Եվ բռնապետությունը ձևավորվում է, որովհետև մենք տեսնում ենք Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը մոտենում է Ռուսաստանին, այդ թվում կոնկրետ օրինակ դրա բերեմ, ուրեմն Փոթիում սկսվել են ռուսական նավթ ստանալ, որը արդեն այնտեղ վերարտադրում են բենզին եւ ուղարկում են հետ Ռուսաստան, որովհետեւ գիտեք Ուկրաինայի հարվածների պատճառով Ռուսաստան ունի լուրջ խնդիր այդ նավթի Այո, եւ դա վառ օրինակ է նրա առհասարակ ինչ է տեղի ունենում, ցավոք Վրաստանը Բելարուս 2-ի կարգավիճակում է հայտնվում, դա ունի իր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառները այն է, որ Վրաստանը անմիջապես սահման ունի, անվտանգության երաշխիք չունի, ի համեմատություն Ադրբեջանի խոսքին, որը Թուրքիան ունի ուրեմն թիկունքում, եւ Վրաստանը թույլ իրավիճակում է գտնվում, ուստի շատ առումներով ստիպված է առնչվել այս վտանգին։ Մյուս կողմից Վրաստանը կառավարում է ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, որը եւ դրա փաստեր կան, բացահայտ հեռախոսազանգեր եւ այլն բացահայտվել է, որ ինքը կապված է տարբեր ռուս օլիգարխների հետ, Ռուսաստանի համակարգի հետ եւ առհասարակ այնտեղից է եւ օգնում է այդ համակարգին եւ հույս ուներ, որ իրականում Ռուսաստանը Կիևը 3 օրում կգրավեր, ուստի ծրագիրը լրիվ ուրիշ էր։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ հակառակ գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ 2020 թվականի Ղարաբաղի պատերազմի գլխավոր նպատակը, որը Ռուսաստանը աջակցեց, այն էր, որ այդտեղ նոր ստատուս քվո ձևավորեին, որը ձևավորեցին եւ Ռուսաստանը իհարկե ուզում էր այդտեղ պահել իր խաղաղապահ զորքը։ Միակ պատճառը, որով Ռուսաստանը չկարողացավ պահել այդ խաղաղապահ զորքը, գալիս է նրանից, որ Ուկրաինայում ինքը հաջողության չհասավ եւ Ռուսաստանի դիրքերը, հնարավորությունները սահմանափակվեցին, Ադրբեջանը օգտագործեց Թուրքիայի հետ միասին այդ հնարավորությունը եւ ռուսական խաղաղապահ զորքին, որը ոչ ունակ էր, ոչ էլ ցանկություն ուներ իրականում ռազմական գործողությունների մեջ մտնել արդեն հարավային Կովկասում, լքեց այդ ուրեմն տարածքը։ Ուստի Հայաստանում դրանից հետո ձևավորվում է ամենակարևոր օրակարգը Ռուսաստանի համար, որևէ կերպ վերադարձնել իշխանությունը։ Իրականում Ռուսաստանը պատկերացնում էր եւ իր ներկայացուցիչները Հայաստանում, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքում դա արդեն բավարար կլիներ, որ դա մեղադրեին Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը եւ վերադարձնեին ուրեմն այստեղ իրենց իշխանությունը։ Դա բավարար չհայտնվեց։ Հետո արդեն երբ ստիպված իրավիճակ Ռուսաստանի համար ստեղծվեց եւ հայաթափում արդեն տեղի ունեցավ Ռուսաստանի դավաճանության հետևանքով իր պարտականությունների նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ապա նաեւ հույս ունեին, որ գոնե դա պատճառ կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումին, դա էլ չեղավ եւ ի վերջո հիմա իրանք հասկանում են, որ միակ տարբերակը մնում է եւ դրա մասին ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է արդեն հեղաշրջման փորձերը, որը պետք է կազմակերպեին, ներգրավել են Կտրիչ Ներսիսյանին եւ մեր եկեղեցի ցավով եմ սա արձանագրում, նաեւ մեր պատմական կառույցը հայ հեղափոխական դաշնակցությունը, որը նաեւ նույն տրամաբանությամբ իր ժամանակ KGB-ի կողմից ինչպես գործիք էր դարձվել, այդ թվում Ամերիկայում իրանց բյուրոն, որը այս օրերին աշխատում է ակտիվ օգոստոսի 8-ի օրակարգի դեմ, զարմանալի է, գտնվում են Ամերիկայում Ամերիկայի քաղաքացիներ են եւ դեմ են համ Վաշինգտոնի օրակարգին այստեղ, համ Երևանի օրակարգին, որտեղ օգոստոսի 8-ը Վաշինգտոնի եւ Երևանի միասնական օրակարգն է առհասարակ։
Ուստի դրա միջոցով իրաց ցանկությունն էր մի կերպ վերադարձնել այստեղ իշխանությունը եւ այն ինչ մենք սկզբում խոսեցինք Կտրիչ Ներսյանի ուղղությունով, բացի Կտրիչ Ներսյանից եւ եկեղեցու այդ հնարավորությունից, փաստացի իրանք էլ են համոզվել, որ այստեղ լուրջ քաղաքական հնարավորություն չունեն ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Արթուր Վանեցյանը, ուրեմն ոչ առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստացի չկա հնարավորություն, որ իրանք վերադարձնան իշխանություն։ Այդ իսկ պատճառով հիմա իրանք գնում են այսպիսի տրամաբանությամբ այս ընտրություններին, որ բոլոր ուժերին առանձին են մտցնելու դաշտ, միացրեցին այս ուժի մեջ իբրև մաքուր ճակերտներում ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, նույն Բիձինա Իվանիշվիլիի ձևաչափով, եւ ես ուրախ եմ, որ հայկական պետությունը շատ շտապ հարցը լուծեց, որովհետեւ խնդիրը նրանում էր, որ ինքը Ռուսաստանից տված իրան բազում միլիոններ այստեղ պետքա ծախսեր եւ պատրաստվում է նաև ծախսել, դա պետք է սահմանափակվի իհարկե, ձայներ գնելու համար եւ ենթադրում էի ձեր եթերում նաև անցյալ անգամ, որ այդպիսի բան է տեղի ունենալու եւ քննչական կոմիտեն օրերս նաև ձերբակալել է արդեն անց իրանց վերջի հանրահավաքում կաշառելու պատճառով։ Թբիլիսիում էլ են այդպիսի դրվագներ լինում, ցուցարարներին փող է բաժանվում կամ խոստացվում։ Եթե մենք նայենք ցուցակը ցուցարարների, ապա լրագրողներ են հիմա բանտում գտնվում, 3 խոսքին ձերբակալել են լրագրողին եւ իր կնոջը եւ 3 երեխա մնացել են տանը։ Այո, սոց կարծեմ հաստատություն տեղափոխեցին երեխաներին, չէ՞։ Այո, հանրային հեռուստաընկերության լրագրող է, շատ հայտնի խոսքին։ Եվ ես նկատի ունեմ այդ մարդիկ բոլորը, այդ թվում ես էլ տուգանվել ենք շատ անգամ Ռուսթավելին, ինչպես արդեն նշեցի։ Այսինքն դուք ասում եք ոչ։ Այո, իհարկե ոչ, որովհետեւ դեպքեր չեն էլ բացահայտվել ձեզ մոտ։ Ոչ, իհարկե, որովհետեւ այդպիսի գործընթաց առհասարակ չկա Վրաստանում։ Վրաստանի իշխանությունները ներկայիս մեղադրում են Եվրամիությունը, եվրոպացիներին են մեղադրում, որ ճիշտ է, մեղադրում են, ասում են դուք եք հեղաշրջում պատրաստում Վրաստանում, Թբիլիսիում, դուք եք ամեն ինչը հրահրում, այստեղ էլ հակառակն է, ճիշտ է, ոնց որ թե նենց հետաքրքիր է, այդ զուգահեռնել կուզեմ, որ դուք անցկացնեք։ Հարցը նրանում է, որ Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները ստիպված են մեզ աջակցում, որովհետև խոսք է գնում քաղաքացիական հասարակության ոչնչացման մասին, եւ այս գործընթացը սկսվել է ոչ թե մեր նախաձեռնությամբ, այլ իշխանությունների նախաձեռնությամբ իրանք ներկայացրեցին ռուսական օրինագիծը այդ օտար գործակալների եւ դրա պատճառով եղան ցույցեր, որտեղ առհասարակ խոսք էր գնում ամբողջ ուրեմն քաղաքացիական հասարակությունների ոչնչացման, նկատի ունեմ կառույցների ոչնչացման մասին։ Դրանից հետո նաեւ ներկայացել են նոր օրենքներ, որով սահմանափակում են ԶԼՄ-ները, սահմանափակում են գրանտերի ստանալու հնարավորությունը, որը առհասարակ Վրաստանը պաշտոնական սահմանադրությունում ունի նրա մասին տեղեկատվություն, որ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Ուստի հաշվի առնելով դա, Վրաստանի նպատակն է, որ համապատասխանի ոչ միայն քաղաքացիական հասարակության այն ստանդարտներին, որը անհրաժեշտ է, այլ առհասարակ մոտենա Եվրոպական միությանը եւ ժողովրդավարության ստանդարտներին։ Ուստի Եվրոպական միության աջակցությունը ողջունելի է, այսօր նույնը ողջունելի է Հայաստանում, որովհետեւ Հայաստանը նաեւ ցանկանում է Եվրոպական միության անդամակցություն։ Ուստի բաղադրիչը տարբեր է։ Տեսեք, այստեղ մենք խոսում ենք ռուսական գումարների մասին։ Եվրոպական կառույցները հրահրում են, ստիպում են ձեզ դուրս գալ փողոց, կազմակերպում են ինչ որ ազդեցություն ունեն ցուցարարների վրա։ Ասեմ շատ հստակ, որ եվրոպական կառույցները ոչ միայն չեն ստիպում դուրս գալ փողոց, այլ այս օրերին նաև շատ մտահոգված են արդեն ստեղծված իրավիճակով, որտեղ շատ է սահմանափակվել առհասարակ փողոց դուրս գալը, եւ ես կասկածում եմ, որ շուտով այլևս կարող է ցույցեր էլ չլինի Վրաստանում։ Այսօր կարծեմ մի ցուցարարի տան մոտ այսպես արուն լվա վիճակում է նա։ Այո, պետությունը կազմակերպում է տիտուշկաների կողմից հարձակումներ մարդկանց վրա, խայտարակ վիճակի։ Այո, ուզում եմ ասեմ, այն ինչ տեղի ունեն Վրաստանում, իրոք 37 թվին շատ նման է, եւ իրավական համակարգը առհասարակ չի գործում, եւ խոսք է գնում ամբողջ ժողովրդավար դաշտի ոչնչացման մասին, այլն էլ ասեմ ձեզ, որ նույնիսկ մարդիկ, ով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակից են կամ նույնիսկ ընկալվում են պրոռուսական նաև, պատկերացրեք, իրանք էլ են սկսել խոսել նրա մասին, որ ինչ է կատարվում Վրաստանում, որովհետև արդեն սա միայն արտաքին քաղաքական բաղադրիչի մասին չէ խոսքը, այլ առհասարակ խոսք է գնում բռնապետություն,
ձևավորելու մենք հիմա ասում ենք ավտորիտարիզմից անցնում ենք արդեն դիկտատուրա այս փուլում, որովհետև վերջի օրերը հենց դրա մասին է եւ ես կասկածում եմ, որ մոտակա ժամանակահատվածում կարող է այլ ցույցերի հնարավորություն առասարակ չլինի, ինչպես նաեւ գիտեք, որ պատրաստվում են արգելել կուսակցությունները ընդդիմադիր, մոտավորապես 10 կուսակցություն, իսկ իրականում այդքան է հենց ընդդիմադիր ուժերը, փաստացի քաղաքացիական հասարակությունը ուզում են Ադրբեջանի նմանեցնել այն առումով, որ միայն գոնգոներ լինեն, կառավարության կողմից կառավարված NGO-ներ ուրեմն, ԶԼՄ-ները ընդդիմադիր փաստացի պատրաստվում են փակել եւ առհասարակ նույն հիմա խոսում են նրա մասին, որ ռեֆերենդում են ուզում կազմակերպել, որ Եվրոպական միություն չենք ուզում գնալ։ Ուստի սա արտաքին քաղաքական բաղադրիչն է։ Հայաստանում հակառակ գործընթացն է տեղի ունենում, որովհետեւ նույն այս մարդիկ բացահայտ խոսում էին Հայաստանում միութենական պետություն մտնելու մասին, ուրեմն հակաեվրոպական օրակարգ էին ծավալում։ Կան մարդիկ, բայց մեղմ են դա անում։ Սամվել Կարապետյանի ուժը փորձել է դա մեղմանել, իհարկե տեսնում ենք Արման Թաթոյանը, որը նաև կապված է Սերժ Սարգսյանի, Էդմոն Մարուկյանը, նաև փորձում են դա մեղմանել, բայց ասեմ, որ իրանց գլխավոր այստեղ ուղղությունը ինքը հենց իրանք փորձում են կրոնական հարցերը օգտագործել, հայկական հասարակության համար այսպիսի ցավոտ, այո, Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել եւ այլն, նրա համար, որ հրահրեն հնարավորություն մի կերպ իշխանություն վերադարձնելու։ Չնայած դրա, այստեղ կարող եմ ասեմ, որ Հայաստանում ժողովրդավարության աննախադեպ իրավիճակ է եւ ես նույնիսկ պետք է ասեմ, որ հայկական ժողովրդավարությունը պետք է ինչ-որ մեխանիզմներ կիրառի, որը սկսվել է, բայց կարծում եմ նույնիսկ բավարար չէ, որ պաշտպանի ժողովրդավարությունը, որովհետև ավտորիտար համակարգը օգտագործում է ժողովրդավարությունը բռնազավթելու նպատակով։ Այդ թվում նկատի ունեմ fake news-երը, նկատի ունեմ փաստացի հիբրիդային ինֆորմացիոն պատերազմը, որը ես կարծում եմ, որ շատ ավելի ակտիվանալու է միջև ընտրություններ, այն նպատակով, որ այս ընտրությունները կարելի ասել վերջնական պետք է որոշեն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի օրակարգը կլինի այստեղ թե չէ, եւ Վրաստանը գրավելուց հետո փաստացի Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ Հայաստանն էլ վերադարձնի, այդ դեպքում պատկերացրեք Ռուսաստան, Վրաստան, Հայաստան ամբողջ այս շղթայով բոլոր լոգիստիկ կապերը Թուրքական միության, Չինաստան, Եվրոպական միություն միջին միջանց կոչված ծրագիրը Ռուսաստանն է վերահսկում։ Եվ բոլորը ստիպված են եղնելու Մոսկվայի հետ խոսել այդ հարցերի շուրջ, որովհետև կլինի միայն Ռուսաստան եւ Իրան։ Վրաստան, Հայաստանն էլ Ռուսաստանի ազդեցության տակ։ Այդ ամբողջ շղթայում էլ ուրիշ ցամաքային ճանապարհ չկա։ Այս պահի համար իրականությունը այսպեսին է. Ռուսաստանը, Իրանը եւ Վրաստանը, որը Ռուսաստանի ազդեցության տակ է, ուրեմն բևեռում է հայտնվել։ Եվ միակը, որը ուրիշ բևեռում է, ավելի չեզոք կարամ ասեմ, որովհետեւ միայն արևմտյան բևեռում չի Հայաստանը, դա Հայաստանն է։ Եվ ամբողջ կոմունիկացիաները միջին միջանցքի հայկական խաչմերուկի, Թուրքական միության կամ Չինաստանի Եվրոպական միության միջև հիմա այդ թվում արևմուտքի կողմից Վրաստանից էլ նաև անցկացվում են դեպի Հայաստան եւ դա դալու է Երևանին աննկարագրելի աշխարհաքաղաքական քաշ։ Դուք ասում եք 37 թիվ է Վրաստանում, Հայաստանում ներկայիս իշխանություններին մեղադրում են նույնպես նույն հարցում, ասում են 37 թիվ է, դուք քաղաքական օպոնենտներին բոլորին ձերբակալում ես, չգիտեմ, ցուցարարների հանդեպ իհարկե այդպիսի վերաբերմունք, չգիտեմ, դուք գնահատեք, դուք անընդհատ տեսնում եք եւ այն ինչ փողոցում կատարվում է ձեզ մոտ, ցուցարարներ իշխանություն եւ Հայաստանում ցուցարարներ իշխանություն։ Առաջինը 37 թիվ, երկրորդը ցուցարարների հանդեպ վերաբերմունք։ Աննկարագրելի տարբերություն կա, որովհետև եւս մեկ անգամ եմ ասում, իշխանությունները կազմակերպում են տիտուշկաների հարձակումներ։ Դուք ասեք ինչ բան է տիտուշկա, ես գիտեմ, բայց մեր լսարանը կարող է կազմակերպված ոչ օրինական խմբավորումներ են, որոնք գործում են իշխանության աջակցությամբ։ Եվ բոլորս երբ ցույցերից գնում ենք դեպի տուն, ապա շատ ուշադիր ենք, որ կարող է մեր վրա հարձակվեն նրա համար, որ մենք ուղղակի եղել ենք ցույցի վրա։ Նրանք դիմակներով են։ Այո։ Եվ նույնը տեղի է ունենում, որ մեզ կանչում են դատարան եւ ուղղակի կամերաների ֆիքսում են, որ մենք կանգնած ենք ցույցին եւ դա արդեն $1800 տուգանք է մեկ օրվա համար, եթե տուգանքը չես վճարում, ապա սկսում են քո բռնազավթել արդեն քո ունեցվածքը
ուրեմն հիմա արդեն օրենքը փոխեցին, որովհետև մարդիկ ուղղակի ունեցվածքից զրկվում էին եւ միևնույնն է շարունակվում էին պայքարը, որովհետև առանց պայքար չեն պատկերացնում ինչ անել, կան մարդիկ լքում են պետությունը, այո, այնպես չէ որ բոլորն են շարունակում պայքարը։ Հիմա արդեն մարդիկ գնում են բանտ եւ մոտավորապես ասացի 150 մարդ է ձերբակալած ուղղակի կանգնելու համար փողոցում մենք ունենք լրագրողներ, որը այդ թվում Սախարովի հիմնադրամի եվրոպական այդ բանում հաղթեց Զիա Ամաղլոբելին օրերս Բելարուսի եւ վրացի լրագրողին տվեցին ուրեմն այդ կարևոր պարգև կարելի ասել, հա Սախարովի անվան պարգևը Եվրոպական միությունը եւ դա նաեւ մեկ անգամ եւս ցույց է տալի ինչա տեղի ունենում լրագրողներ են բանտերում գրողներ են բանտերում ուրեմն ձեզ մոտ դուք ասացիք որ գրողներ լրագրողներ բանտերում են այստեղ ասում են 37 թիվը որովհետեւ քաղաքական օպոնենտներին են ձերբակալում քաղաքական օպոնենտներին են ձերբակալել դե դուք նայեք ով է մեզ մոտ հիմա ձերբակալված գնանք եւ առանձին նայենք այո Սամվել Կարապետյանը ես առհասարակ իրան չեմ ճանաչում ինչպես քաղաքական գործիչ որովհետեւ ասել որ ես այսօր մտնում եմ քաղաքական դաշտ դա չի նշանակում որ դա քեզ դարձնում է քաղաքական գործիչ դու որևէ քաղաքական դրսևորում երբեք չես ունեցել երբեք չես մասնակցել եւ մեկ օրում չի դառնում բայց քաղաքական օպոնենտ չէ չի ստացվում քաղաքական օպոնենտ, այլ խնդիրը հենց դրանում է, որ այս դեպքում շատ բացահայտ ստացվում է ուղարկված քաղաքականության մեջ մարդ։ Այսինքն քաղաքական այնուամենայնիվ ձերբակալությունը համարում եք դուք։ Ոչ, ձերբակալության հարցը տեսեք, Եվս մեկ անգամ հիմքը իրավապահ մարմինները կբացատրեն ես որևէ բացատրություն չեմ կարող դրա հետ կապված տալ բայց ես կարամ քաղաքական եւ արտաքին միջազգային գնահատական տամ դրան այստեղ քաղաքական եթե քաղաքականը տալիս եք ուրեմն քաղաքական ձերբակալված քաղաքական բաղադրիչ իհարկե կա քաղաքական բաղադրիչ Վարդան Ղուկասյանի ձերբակալումը ոնց կարա չունենա նաեւ քաղաքական բաղադրիչ Չնայած նա որ կոռուպցիայի համար է Այսինքն քաղաքական ընդդիմության համար, ընդդիմախոսության, այլախոհության համար Հայաստանում բանտ են նստեցնում։ Ոչ, նստեցնում են կոռուպցիայի համար, նստեցնում են ուրեմն պետական հեղաշրջման փորձերի համար, նստեցում են օտար պետության եւ միշտ չի որ պետությունը պետք է բացահայտ դրա մասին ասի։ Օտար պետության գործակալ կամ ցուցմունքով գալ պետություն բերել այն գումարները, որը քեզ ցուցումով կներեք։ Քեզ այն գումարները, որը քեզ տրամադրել են, տվել են հնարավորություն, որ դու վաստակես այդ պետությունում եւ քեզ դրա պատճառով դու պարտքի մեջ ես գտնվում այդ համակարգի առջեւ եւ գալիս ես, ինչպես Բիձինա Իվանիշվիլին եւ կատարում ես այն, ինչ այդ պետությանը պետք է, ուստի այդ դեպքում պետությունը, հայկական պետությունը ի վերջո որը կայանում է, ստիպված է, որ գնա ինքնապաշտպանողական այսպիսի գործունեությունների Վարդան Ղուկասյանի ձերբակալումը չնայած որ կոռուպցիայի պատճառով է իր արտաքին քաղաքական բաղադրիչներ ունի, որտեղ այդ մարդը իր լիազորություններից դուրս փորձել է ազդել նաև եւ մեկնաբանել արտաքին քաղաքականությունը, ինչը նաև խնդրահարույց է, դա անում է տեղի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը։ Պարզ է ձեր դիրքորոշումը, այժմ գովազդ հայտարարենք եթերում, ձեր թույլտվությամբ եւ այնուհետեւ կվերադառնանք տաղավար եւ կխոսենք այն մասին, թե Փաշինյանի մեկ հայտարարություն կներկայացնենք Թբիլիսիում էր գտնվում, վստահ եմ, որ դուք հետևում եք այդ այցին եւ ձեր տպավորությունները եւ Փաշինյանի խոսքի ուրեմն մասին ձեր կարծիքը։ Գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը։
$2.99 ցենտա օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Գեորգի Թումասյանի հետ ենք զրուցում, պետական կառավարման միջազգային հարաբերությունների մասնագետ։ Պարոն Թումասյան, Փաշինյանը Թբիլիսիում էր, նա ասաց, բառացի չեմ ներկայացնում իր խոսքը, բայց իմաստը հետևյալն էր, որ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը հրաշալի կարող են համագործակցել, ունենալ ընդհանուր շահեր եւ անգամ ծրագրեր եւ դա ունի ռազմավարական նշանակություն։ Հավատում եք, համաձայն եք, որ իսկապես երեք երկրները կարող են համագործակցել այդքան տարբեր երկրներ։ Ադրբեջանը դուք ինքներդ ասացիք, Թուրքիան է թիկունքում, Վրաստանի, չգիտեմ թիկունքում է թե որտեղ է Ռուսաստանը, էլի ձեր մատուցմամբ, եւ Հայաստանը պարզ չի թե ով է թիկունքում կամ որտեղ է գտնվում Հայաստանը։ Տարածաշրջանային համագործակցությանը հավատում եք թե ոչ։ Ես կբացեմ փակագծերը եւ կասեմ շատ ուղիղ ձեր եթերում, որովհետեւ ձեր եթերը դրա համար կարծում եմ ամենալավ վայրն է, ամենաչեսոք եւ օբյեկտիվ, այն առումով, որ տեսեք, այնինչ վարչապետ ասաց դիվանագիտական հայտարարություն է, բայց իրականում հաշվի առնելով, որ ապրիլ ամսից արդեն Վրաստանը սկսել է Հայաստանի կիսաբլոկադան, եւ մենք դրա մասին ձեր հետ նաեւ խոսել ենք եւ գիտենք, սա հետաքրքիր մեսիջ էր Վրաստանի իշխանություններին, որոնք բոլորս արտաքին բևեռում Հայաստանն շատ լավ գիտի, ինչ գնահատականներ է տալի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը եւ Միացյալ Թագավորությունը Վրաստանի իշխանություններին։ Իհարկե Հայաստանը այդ քաղաքականություն չի վարի, բայց մեսիջը վարչապետ Փաշինյանը հնչեցրեց այդտեղ եւ ցույց տվեց Վրաստանին էլ եւ Ռուսաստանին էլ, իհարկե, որ Հայաստանը ձևավորում է այլընտրանք եւ այն ինչ պլանավորված էր այնտեղ, որ այս ներքին գործերի մասին մենք խոսեցինք, չէ՞, որ անպայման նպատակ էր իշխանության փոփոխությունը, բայց դա ունի արտաքին բաղադրիչ։ Մի բաղադրիչն էր իր ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը, բայց եւ Ադրբեջանի հետ հետո սրումը Սյունիքի ուղղությունով, բայց հիմա այդ բաղադրիչը որ չկա այլևս, գլխավոր բաղադրիչը անցել է Հայաստանի վրա տնտեսական ճնշման օրակարգով եւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջոցով։ Ռուսաստանը առանձին է ճնշում անում, այդ թվում բեռնափոխադրումների հետ կապված վերջերս ցույց է նաեւ կառավարության շենքի առջեւ այստեղ Երևանում տեղի ունեցել եւ Վրաստանը իր հերթին է դա անում հենց բեռների հետ կապված ինչպես դեպի Հայաստան, այդպես էլ Հայաստանից։ Հայաստանը հաշվի առնելով սա եւ ես
բացահայտ իմ տարբեր ելույթներում ամիսներ արդեն խորհուրդ էի տալի, որ սրա ելքը հաշվի առնելով Վրաստանում ստեղծված իրավիճակը չի կարող լինել Վրաստանի հետ պայմանավորվելը, այլ կարա լինել միայն Թուրքիա եւ Ադրբեջանի հետ սահմանի բացումը, գնում է այդ ճանապարհով, որովհետեւ հիմա հետաքրքիր հնարավորություն է ստեղծվել, որ համ Հայաստանի համար է կարևոր այդ ուղիները, համ Ադրբեջանի համար եւ Կենտրոնական Ասիայի համար է կարևոր դեպի Թուրքիա այդ ուղին, որովհետեւ եթե եւ համ այդ պետությունների համար է դառը կարևոր, որ Հայաստանում լինի ինքնիշխան իշխանություն, այլ ոչ թե Ռուսաստանի վերահսկողության տակ, որովհետև եթե այստեղ լինի Ռուսաստանը, նույն այդ լոգիստիկ կապերը թուրքական միության միջև վերահսկելու է Մոսկվան, եւ Ադրբեջանը ստիպված եւ Կենտրոնական Ասիան առնչվելու է ուրեմն Մոսկվայի հետ։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ թուրքական պետությունները հասկացել են, որ սուվերեն Երևանի հետ կարելի է հետաքրքիր նոր օրակարգ ձևավորել, փոխշահավետ, այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք բարելավում հարաբերություններում Թուրքիայի Ադրբեջանի հետ, բայց նաև Ղազախստանը խոսքին իր կարևոր ներդրումն է ունենում եւ օրերս պետք է նաև տեղի ունենա վարչապետ Փաշինյանի այցը Ղազախստան, դա նաև այն գործընթացի մաս է, որ Հայաստանը առհասարակ ունի շատ լավ հարաբերություններ թուրքական պետությունների միության թուրքական ուրեմն Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղրղստանի հետ։ Եվ դա լավ հիմք է նրա, որ մենք նաեւ այդ պետությունները առաջերտին Ղազախստանը հետ հարաբերությունները հիմք օգտագործելով կայունացնենք հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ այնտեղ կայունացնող դեր է հենց խաղում Ղազախստանը։ Ղազախական ցորենը ստանալը ճիշտ է, երկաթուղով գալու է դեր Վրաստանով, բայց դա մեսիջ է Վրաստանին, որ մեզ հաշված ամիսների ընթացքում փաստացի խոսքը գնում միջև 2 տարի արդեն երկաթուղային կապել պետք չի լինի։ Նկատի ունեմ Հայաստանից է այդ մեսիջը, որ Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից կամ Թուրքիայից որևէ բան ստանանք, իսկ ցամաքային սահման բացման մասին ուրեմն Հայաստանի վարչապետը ասաց, որ հենց հիմա պատրաստ ենք Մարգարա Գորիսի ուղղությունով բացել սահմանը։ Ուստի Հայաստանը սրանով Ռուսաստանին հստակ մեսիջ է ուղարկում, որ բլոկադայի գործընթացը չի աշխատելու եւ եթե Ռուսաստանը փորձի այդպիսով ճնշումները շարունակի, ապա Հայաստանը Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգով, Վաշինգտոնի Բրյուսելի միջնորդությամբ նաև, բայց ուղիղ նաև, ինչը կարևոր է, Անկարայի, Բաքվի եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ համագործակցելով իր սեփական օրակարգը շարունակելու է, Ռուսաստանը չի կարողանա հասնել իր այդ նպատակին եւ դա շատ կարևոր գործընթաց է։ Այս գործընթացում Երևանը ձևավորվում է ինչպես սուբյեկտ, իսկ մեր միակ հնարավորությունը, որ իրական նույն գոյատևենք եւ գնանք դեպի ապագա կայուն այդ պետականություն ունենանք, դա սուբյեկտություն ունենալն է այս իրավիճակում։ Ուստի Վրաստանին այդ մեսիջը նաև ուղարկվեց եւ դա նվազեցնում է Վրաստանի կողմից բլոկադայի կազմակերպման հավանականությունը, որտեղ առհասարակ այդքան էլ էֆեկտիվ չի լինի բլոկադան։ Վրաստանի բլոկադան եթե սկսի աճել, ապա նույն բաները կներմուծվի Թուրքիայից, Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից կամ Եվրոպայից Թուրքիայի միջոցով խոսքին։ Այնինչ դուք նկարագրեցիք, փաստորեն ստացվում է, որ 3 այսօր դեռ հարավ-կովկասյան հանրապետություն ենք մենք կոչվում, 3 պետությունները այդքան էլ միասնաբար չեն։ Դուք ասում եք, որ Վրաստանը, եթե չխոչընդոտի էլ, այլ անգամ եւ կա հնարավորություն խոչընդոտելու Վրաստանի կողմից։ Համենայն դեպս Վրաստան, Հայաստան, Ադրբեջանը միասնական չեն, այն ինչի մասին խոսում էր Փաշինյանը, ասում էր ռազմավարական միացում, ռազմավարական կլինի մեր համատեղ գործելը։ Փաստորեն համատեղ գործելու մասին վաղ է խոսել։ Իհարկե, այդ դիվանագիտական հաշվի առնելով ներողություն Վրաստանի դիրքորոշումը, որը դուք ներկայացրեցիք։ Այդ դիվանագիտական հայտարարությունները արվելու են, որովհետև ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չի պատրաստվում Վրաստանի հետ փչացնել հարաբերությունները առհասարակ, բայց ասեմ ձեզ շատ անկեղծ, որ Ադրբեջանն էլ ու Թուրքիան էլ այդ իսկ պատճառով են նաև ուզում Հայաստանով բացել ենթակառուցվածքները, որ սկսում են կասկածել ինչքանով վստահելի է Վրաստանը, որովհետև Ռուսաստանի այսպիսի չափից դուրս ազդեցության տակ գտնվելը, ազդեցություն միշտ կա, բայց ազդեցության աստիճանի մասին է չէ խոսքը։ Գտնվելու իրավիճակում փաստացի կարա օգտագործվել Վրաստանը ինչպես գործիք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ ազդեցության, նկատի ունեմ լոգիստիկ կապերի եւ այլն։ Ուստի վարչապետի հայտարարած ընդհանուր առումով ընդունելի է,
որովհետև ինչ որ ֆորմատներ առհասարակ անպայման Կգտնվեն։ լինելու են, բայց այդ ֆորմատները գործնականում առաջ չեն գնա, որովհետև եթե այդ օրակարգը լիներ, ապա համոզեցնում եմ ձեզ, որ Հայաստանի ենթակառուցվածքների մեջ շահագրգռվածություն այսպիսի մեծ առհասարակ որևէ մեկը չէր ունենա։ Եվ սրա նաև կարևոր բաղադրիչ կա։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը չճանաչելով Վրաստանի այսօրվա իշխանություններին, բացահայտ նաև ասում են, որ իրանք այսպիսի ձևաչափով Վրաստանին, այսինքն բռնապետություն, որը Ռուսաստանի ազդեցության տակ է եւ հակաամերիկյան եւ հակաեվրոպական է, չեն պատրաստվում այսպիսի Վրաստանը ներառել միջազգային լոգիստիկ կապերի մեջ։ Ուստի այն ծրագրերը, որը պետքա Վրաստանով անցներ, միջին միջանցքի, հիմա փաստացի բոլորը անցնում են դեպի Հայաստան։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, հաշվի առնելով անգամ, որ 5 ժամ ճանապարհ եք անցել եւ եկել եք այստեղ, հոգնածությունը ձեր հաշվի առնելով շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսպես, քանի որ մեր հարցազրույցի առաջին հատվածում դուք ձեր նպատակը այցի նշեցիք եւ արդեն պարզ է, որ դուք վաղը Հովանավանքում պատարագին եք մասնակցելու, ձեր Թբիլիսի վերադառնալուց հետո խնդրելու եմ, որ կիսվեք ձեր տպավորություններով եւ ձեր այս ուղևորության արդյունքներով, համաձայն ենք։ Իհարկե, անպայման։ Շատ շնորհակալ կլինեմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Գյորգի Թումասյանն էր մեր զրուցակիցը, պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների մասնագետ։ Զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։